մեր իրավունքները պաշտպանելու ենք եւ դա ոչ մեկ չի կարող մեզնից այդ ասի, որ դուք այս իրավունքները չունեք։ Մենք ունենք վերադարձի իրավունք, մենք ունենք պահանջատիրություն, մեր հարցը մենք եկել ենք նշել, մինչ այդ ենք նշել եւ այսօր ենք նշել, որ Արցախի հարցը փակված չի եւ մենք պայքարում ենք մեր իրավունքների համար։ Ներսում գործողությունները դեռ շարունակվում են։ Այո, շարունակվում են, առաջի հարկում արդեն ավարտվել են, հիմա արդեն երկրորդ հարկում են շարունակում գործողությունները։ Պարոն Դանիելյան, փաստորեն փոխկապակցվածություն եք տեսնում խորհրդարանական լսումների հետ։ Ես մի քիչ առաջ նշեցի, այո, երեկվա լսումներից հետո, եթե այսօր առավոտյան ներկայանում է քննչական կոմիտեն Արցախի հանրապետության ներկայացության շենք եւ սկսում են խոզարկությունները, հիմա փաստաբանը կծանոթանա ընդհանուր գործին, բայց տեսնում եմ կապը եւ ինչպես նշեց Անին, երեք պարոն Մանուկյանն նշեց, որ տարբերությունը Բաքվի այսօր Երևանի, որ այնտեղից միանգամից դառնիչի սպանկանեն, իսկ հիմա ինչ որ բաներ են ընտրում, որ նոր ինչ որ գործընթացներ սկսեն։ Պարոն Դանիելյան, մտավախություն ունեք, որ ինչ որ փաստաթղթեր կգտնեն, որոնք կվնասեն ձեզ, Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղ չկա այնպիսի փաստաթուղթ, որ կարող է մեզ վնասի կամ Հայաստանի Հանրապետության, եթե այստեղ ինչ որ փաստաթուղթ լինի, մենք կարող է օգուտ տալ ընդհանուր Հայաստանին կամ մեր ժողովրդին։ Մենք նման փաստաթղթեր չունենք, որ ինչ որ գաղտնի կամ ինչ որ ինչ փաստաթղթեր եղել են, եթե ժամանակի ինչ որ հարց եղել է, եթե քննչական կոմիտեի կամ իրավական հարցերով ամբողջ այդ փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ իրավապահ մարմիններին։ Իսկ նպատակը որն է, արդյոք մենակ ենթադրում է այն, որ Արցախի իշխանություններին լռեցնեն, մեկուսացնեն։ Դե շարունակում են, նշեցի ես, որ ճնշումներ եղել են տարբեր ժամանակներ Ստեփանակերտի քաղաքապետի, Մարտակերտի, Ասկերանի, падգամավորների, իմ ճնշումներ եղել են, մենք շարունակում ենք մեր աշխատանքները, մենք ինչ գործողություն անում ենք այսօր հաշվի ենք առնում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները եւ մեր գործողությունների մեջ չկա այնպիսի գործ, որ կարող է հակասահմանադրական կամ Հայաստանի Հանրապետության այնպիսի գործողություն անել, որ վնասում։ Ընդհակառակը մեր բոլոր գործողությունները մեր հայրենիքն է Հայաստանի Հանրապետությունը եւ մեր բոլոր գործողությունները լինելու է իշա Հայաստանի Հանրապետության, իշա Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության։ Այս շենքի հարցը հիմա ինչ ընթացքում է։ Շենքի ընթացքը դատական փուլում է եւ Ռոման Վիերցյան հիմա որ կավարտի կարող եք շենքի հետ կապված հարցերը իրեն ուղղել։